Քիչ առաջ Դիանա Գրիգորյանը վերջապես բացեց մի փոքրիկ վարագույր վերջին զանգը սերիալի առաջիկա զարգացումների վրա և նրա խոսքերը թերևս հեղափոխական ազդեցություն կունենան ողջ սյուժեի վրա։ Հեղինակը նշում է, որ շատ շուտով Հենրին ու Անգելինան կրկին միասին կլինեն, ինչը բացարձակապես հակասում է այն համոզմունքին, որն ամիսներ շարունակ մաշում էր հեռուստադիտողներին, որ նրանք քույր ու եղբայր են։ Սա նշանակում է, որ մի ահռելի սուտ կամ չբացահայտված ճշմարտություն վերջապես դուրս կգա ջրի երես և մի ողջ շղթա տարիներ շարունակ հյուսված ստի, խաբեության ու ճակատագրի խաղերի շուրջ կտրուկ կվերափոխվեն։ Հնարավոր է, որ այդ ճշմարտության բացահայտումը լինի ինչպես պատահականության արդյունք, այնպես էլ խորը որոնումների հետևանք։ Աննան, լինելով բժիշկ ու կասկածամիտ, վաղուց էր սկսել կասկածել Միքայելի պատմությանը։ Նրա հետաքննությունը բժշկական գրառումներ, ծննդյան վկայականներ կամ ծննդատան տվյալներ ստանալը կարող են դառնալ առաջին քայլը դեպի իրականությունը։ Սակայն չբացառենք, որ հենց Միքայելն է վերջում լինելու այն մարդն, ով ճնշված իր ստով ու որդու խղճահարությամբ որոշելու է բացահայտել ճշմարտությունը։ Նա կտեսնի, թե ինչպես է Հենրին կործանվում մեղքի, սիրո ու անորոշության խաչմերուկում, և այդ վայրկյանը հնարավոր է դառնա նրա հոգու փրկության վերջին շանսը։ Այլ տարբերակ է, որ հենց Հենրին է պատահաբար բացահայտում ճշմարտությունը, ասենք տեսանյութից, հեռախոսազրույցից կամ նույնիսկ մի պարզ փաստաթղթից, որ մոռացվել էր տան հին դարակներում։ Այնտեղ կարող է լինել Անգելինայի ծննդյան մասին իրական փաստաթուղթ կամ էլ ԴՆԹ անալիզի պատճեն, որը վաղուց ինչ-որ մեկը գաղտնի արել է պաշտպանվելու կամ ճշմարտությունը լռելային հաստատելու համար։ Եվ իհարկե բացառված չէ, որ հենց Բագրատն է ամեն ինչի հիմքում։ Իր քաղաքական ու անձնական նպատակներին հասնելու համար նա հյուսել է սարսափելի սցենար, և հիմա հենց նա էլ կարող է անկայուն պահի կամ շանտաժի պատճառով բաց թողնել ճշմարտության ծայրաբեկորը։ Ամեն ինչ գնում է այն կողմ, որ Հենրին ու Անգելինան, չնայած բոլոր կասկածներին, զգացմունքներին ու ցավին, մեկ օր կվերամիավորվեն։ Նրանք կիմանան, որ իրենց բաժանում էր ոչ թե արյունը, այլ սուտն ու շահը։ Եվ այդ պահին սկսվելու է ոչ միայն նրանց սերն ու վերականգնումը, այլ նաև բոլոր հերոսների կյանքի նոր փուլը։ Այս բացահայտումը կարող է դառնալ սերիալի ամենահետաքրքիր պահերից մեկը, մի պահ, որը կփոխի ոչ միայն Հենրիի ու Անգելինայի ճակատագիրը, այլ նաև Միքայելի, Աննայի, Սոսի և ամբողջ ընտանիքի կյանքը։ Դիանա Գրիգորյանը խոստանում է՝ սերը վերադառնում է, բայց ոչ առանց ցավի ու կորստի։ Ողջույն սիրելի հետևորդ, ինչպե՞ս եք։ Հարցը խեղդ եք անում ինձ, թե երբ է Հենրին իմանալու, որ Անգելինան իր քույրը չէ։ Շուտով, շատ շուտով։ Շատ եք ուզում կրկին ականատես լինել իրենց սիրո գեղեցիկ տեսարանների։ Կլինեք, անպայման, սպասեք, զինվեք համբերությամբ։ Համբերությունը ուժ է տալիս։ Շատ քիչ ժամանակ է մնացել, որ իրենց զույգը կրկին միավորվի և դուք վայելեք այդ սիրո պտուղները։ Շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ շատ եք այդ հարցից տալիս ու շնորհակալ եմ, որ ապրում եք այդ սիրով։ Ուրեմն սյոմքի մի հատ նայեք ինչ սաստավով ենք այսօր նկարվում։ Ես իմ կյանքը, իմ սերը, աստղն էլ այսօր մեզ միացել։ Հալալը և Հենրին։ Նենց որ սպասեք հետաքրքիր նորությունների։ Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք։ Շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում վերջին զանգը հեռուստասերիալի շրջանակներում, չափազանց հետաքրքիր տեսարաններ, շատ սպասված հանդիպումներ, շատ հետաքրքիր երկխոսություններ, շատ խոսուն, մեծ ասելիքով, մի խոսքով ամենահետաքրքիր տեսարաններն առջևում են։ Շատ հետաքրքիր և շատ գեղեցիկ միտք կա, որը պիտի իրականացնենք, և հետո, եթե ունեք հետաքրքիր հարցեր, բովանդակալից հարցեր, հղեք, սիրով կպատասխանեմ, այսօր այդ օրն է։ Այն որ շատ եք ասում, ինչ եք անում, որ դերասան եք էլի թոքաբորբով, ջերմությունով,
գնում եմ նկարահանման։ 5 օր տանից դուրս չեմ եկել, սիստեմաները որ ընդունում եմ, այդ գնում եմ նկարահանման։ Բայց չեմ բողոքում։ Ես մեկը սիրում եմ աշխատանք։ Բարև բոլորին, եկել եմ պատմեմ, թե ինչքան եմ սիրում իմ մասնագիտությունը, չնայած նրան, որ հիվանդ մեռնում եմ, արթնացել եմ, ոնց միշտ խեղդվելով ընդունում եմ առավոտվա սիստեման, բայց նկարահանմանը մինչ անհետաձգել է ու այս տնային բոմժիկից պիտի ստանայի այս տեսքը, շատ դժվարությամբ ինձ դա տրվեց, դրա համար ընթացքում անգամ փոխվել եմ, այստեղ սպասում եմ տաքսիս, գնում եմ, նկարահանվում եմ, հետո բախտս բերեց, որ նկարահանման շարունակությունը Յանայի տանն էր, իսկ դա մեր տունն է, այնպես որ հավաքված են բոլորը, իմիջիալոց շատ կարոտել էի բոլորին ու համել նկարահանումները, որովհետև վաղուց չէի նկարահանվել, նու մի շաբաթ էլի, մի քանի ժամից հետո վերջացրեցինք նկարահանումները, իրական հավաքել էի իմ ամբողջ վերջին ուժերը, որպեսզի նկարվեմ ու նկարահանումից հետո ուղղակի թուլացա, չեք պատկերացնում, ջերմությունս բարձրացավ նորից սկսեցի խեղդվել ու անցանք արդեն իմ գիշերային սիստեմային ու այսպես եւս 5 օր պիտի շարունակեմ իմ այս բուժումը թոքաբորբը շատ վատ բան է ցած լավ նայեք ուշադիր եղեք չհիվանդանաք պաչիկներ հաուսա բողոք չեր ուղղակի ասում եմ թե ինչքան շատ եմ սիրում իմ մասնագիտությունը